Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ես չեմ տեսնում այդ ամեն ինչը, աշխատել եմ նախկին երկու նախագահների հետ եւ այսպես ռեպրեսիաներ, այսպես բաներ ես չեմ տեսել։ Մի խոսքով չեմ ուզում ես հիմա անցնել այդ դաշտ, հետական ցույց կտա, բայց մի բան գիտեմ, որ Երանի խաղաղասերներին, հանուն երկրի, հանուն քաղաքի կարելի է համբերատար լինել, պահերի մեջ։ Եվ ես երբ որ ասում եի սուբորդինացիան կպահեմ ես այդ սուբորդինացիան, բայց եթե հանգարց որևիցե մեկը ուրիշ ձևի իրեն պահի, ուրեմն անպայման միանշանակ ես իրան փոխահատուցեմ նույն սկզբունքով։ Ես այդպես մեծացել եմ, այլ ձևի չեմ կարող ապրել, իմս այդպիսին է։ Կարող է ես խոնարհվեմ, ոտքի տակը համբյուրեմ, հանուն աստվածային սիրո, եկեղեցում բան, հանուն աստվածային սիրո, բայց մարդկային պահով ինձ վախեցնել չկա։ Գսեմ մարմինս կոդրեն, հոգիս չեն կոդրի, միանշանակ ես այդ սկզբունքով եմ։ Եվ մի բան գիտեք, որ մարդկանց հենց մի բան չեն արել, թողեցին ու գնացին։ Ամբողջությամբ թողին, գնացին, բան։ Այսքան քրեական գործերը վրես ես եկես ստանձնել եմ այս պարտականությունը։ Դա եւս ցույց է տալիս հայրենիք սիրել, ճշմարտության ջադագով լինել։ Ես եւս մեկ անգամ ուզում եմ բոլորիցդ շնորհակալություն հայտնել ու դուք կտեսնեք, որ ոնց որ առաջ էր, որ ասում էին, թե մինչև իմ գալը 99 թվականին քաղաքապետարանի եւ ժողովրդի մեջ անդունդ էր առաջացած։ Իմ գալուց հետո գյումրեցիներն ասում են գնանք մեր հերանց տուն։ Գյումրու քաղաքապետարանը դարել էր ժողովրդի հերանց տունը։ Ջարահատյալ, ես չգիտեմ, բոլոր հարցերով գնում էին քաղաքապետից մոտ։ Ուրեմն գալիս էին քաղաքապետարան։ Ես դա անպայման նորից կվերականգնեմ։ Ես ամեն շաբաթ 2 հատ ընդունելություն եմ արել։ Ուրբաթ օրերը Մասսայական, շաբաթ օրերն էլ բաժնիպետերի վրա եմ արել, որ ասում է բաժնիպետերից եթե կոչեք, արագ ինձ ճանապարհին բռնեցրեք։ Տեսնում եք, թե ոնց էին բաժնիպետերը ընկնում մարդկանց, խնդրում ենք չասեք, խնդրում ենք չասեք, խնդրում ենք չասեք։ Այդ սկզբունքը ես պահել եմ, որտեղ գրել եմ ու այդպես շարունակելու եմ մինչև վերջ։ Չեմ ուզում շատ երկար բաներ ասել։ Եթե շատ ասել եմ, ես ինձ կներեք, որովհետև որ ասում է հայր մեր չի ասում հայրիմ, այլ աղոթում է բոլորի համար։ Աղոտողը։ Եթե մի քիչ մեծամիտ եմ եղել, եթե մի քիչ ասենք ձայնս բարձր է, առոգանությունս, ես չգիտեմ ինչ, ինձ կներեք։ Բոլորիցն եմ ասում, բոլոր մեր տեխնազուներից, եթե ինչ որ որևիցե մեկը ինչ որ բան է զգացել, ինձ ներողամիտ եղեք եւ ժողովրդին, եւ տեխնազուներին, եւ մնացածին։ Շնորհակալություն, առաջ Աստված։